Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք շատ կարևորում ենք, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մենք առիթ ունենում ենք Էլ-Ռումում on-line այս տիրույթն օգտագործել ու հանդիպել նաեւ հետաքրքիր ու տարբերվող կանանց հետ օվկիանոսից այն կողմ։ Ասում են, որ աշխարհում ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե իրականում կա ցանկություն, իրականում սրան պիտի ավելացնել նախ եւ առաջ էներգիա։ Հետաքրքիր ու տարբերվող կանայք կարողանում են աշխարհի որ անկյունում էլ լինի, իսկապես գտնել այն ոլորտը, որտեղ հնարավոր է հրաշքներ գործել։ Գիտեք, որ հատկապես երեխաների եւ նախադպրոցական տարիքի երեխաների հետ կապված մենք մի քիչ այլ տեսանկյունից ենք ամեն ինչ փորձում բացել։ Ինչու, որովհետեւ կանայք կան, որոնց շուրջը կարծես երեխան իսկապես կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնող դառնալ, կարողանում է ձևավորվել որպես հաջողակ մարդ։ Իհարկե, սա մասնագիտական որոշակի հմտությունների հետ շատ մեծ կապ ունի, բայց առաջին հերթին կապ ունի էներգիայի հետ։ Մարդը, ով ունի այս էներգիան, կարողանում է իրականում առաջ մղել շատերին։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք, իրականում շատ տարբերվող կնոջ հետ առիթ ունենք զրուցելու, ով տարբեր ժամանակներում երեխաների հետ աշխատելու իրականում մեծ փորձ ունի, բայց այդ դասական ձևակերպումներից զատ, ինչպես իր սաները եւ սաների ծնողներն են ավելի շատ նշում մեր փոքրիկ զրույցների ժամանակ, ուղղակի երեխաները սիրում են նրա մոտ գտնվել, որովհետեւ մարդկային այդ էներգիայով հնարավորություն է տալիս իսկապես նրանց հաղթողի դերում լինել։ Այսօր այս պահին ուզում եմ մեծ սիրով նաև ձեր անունից ողջունել Էլ-Ռումում Kids Big Dreams Daycare-ի հիմնադիր տնօրեն Նելի Գևորգյանին։ Նելի, ես շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի է հանդիպել ձեզ։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք ձեր հաղորդմանը։ Նելի, կարելի է ասել, որ երեխաներին միշտ հաճելի է, երբ հենց այսպիսի մարդկանց հետ շփվել, ում դեմքին միշտ այդ ժպիտը կա, որովհետև կարծես այդ հանգստության կարիքը ապահովության, չէ, երեխաները ունենում են միշտ։ Այո, նրանք երբ որ գալիս են ինձ մոտ, իրանք շատ ուրախ են իրականում, որովհետև միգուցե աուրան է այդպիսի, ես չեմ կարող ասել, բայց նրանք ինձ շատ շուտ սիրում են։ Եվ ես երբեք խոչընդոտներ չեմ ունենում նրանց հետ շփվելու, աշխատում եմ իրենց հետ մանկանալ ու օրը անցկացնել ուրախ, պոզիտիվ, դրական նոտայի վրա։ Այո, սա միշտ է այսպես եղել, ըստ էության ձեր թույլտվությամբ Նելի, ուզում եմ սկզբից սկսենք։ Հայաստանում բժշկական ուսումնարանն եք ավարտել, մանկաբարձ մասնագիտությամբ, բայց հենց սկզբից աշխատել եք փաստորեն մսուր մանկապարտեզում, որպես բուժքույր։ Եվ սա դժվար է պատկերացնել, որ երեխաները մանկապարտեզում այ բուժքույրից մի քիչ այսպես գաստանում էին, չէ՞, բայց ձեզ հետ շատ կապված են եղել։ Այո, ես նախ շատ սիրում եմ իմ մասնագիտությունը որպես մանկաբարձ, ցավոք սրտի չստացվեց աշխատել որպես մանկաբարձ, այդ մի հատ ուրիշ աշխարհ է, նոր երեխա, նոր ստեղծագործություն, չգիտեմ, մի հատ իմ համար դա ուրիշ աշխարհ է, ցավոք սրտի չկարողացա աշխատել այդ ոլորտում, բայց մանկապարտեզում արդեն երբ որ ընդունվեցի որպես բուժքույր, դա նույնպես ինձ համար շատ տարբերվող էր, որովհետև ամեն երեխա ուներ իր բնավորությունը, իր մոտեցումը, այո, երբ որ ես սպիտակ խալաթով մտնում էի ներս, գաստանում էին, ինչ-որ վախ կար իրանց մեջ, բայց երբ որ առավոտյան էի մտնում ու աշխատում էի խալաթը չունենայի, իրանց վերաբերմունքը դեպի ինձ փոխվում էր։ Այո։ Ամեն օր ես իրանց խմբերը, բոլորի խմբերը մտնում էի, ստուգում էի տարբեր բաներ, ամսվա կտրվածքով լինում է, որ պետք է ինչ-որ սկրինինգներ անեինք երեխաներին, տարբեր զարգացման, աճի, տեսողություն,
այդ տիպի բաները ստուգելուց արդեն իրենք չէին վախենում, որ ինձ մոտ են գալիս, շատ սիրով գալիս էին։ Ինչքան երեխաների դուք հնարավորություն եք տվել իրականում այդ սպիտակ խալաթի նկատմամբ այդ վախը չունենալ, շատ ավելի վստահ լինել եւ հասկանալ, որ այստեղ իրենց օգնում են ամենակարևորը։ Նելի, գիտեմ, որ շատ պատահական է ստացվել ձեր նահանգներ մեկնելը։ 2014 թվին մենք պատահական green card շահեցինք եւ շատ դժվարությամբ որոշեցինք, որ տեղափոխվենք։ Տեղափոխվեցինք սկզբից Լոս Անջելես Գլենդել քաղաքում էինք բնակվում։ Երեխաները դպրոց սկսեցին հաճախել, ես ու ամուսինս գնացինք հատուկ քոլեջ լեզու սովորելու, որովհետեւ անկեղծ ասած լեզու չգիտենք կարելի ասել։ Մի բան էստեղ ասեմ, ես երբ որ դպրոցական հասակում երբ որ որոշում ենք որտեղ ընդունվեմ, ինչ վերցնեմ, ինչ մասնագիտություն, ինձ հարազատ էր այդ բժշկությունը, ու մայրս միշտ ասում էր ինչու չես գնում, քույրս գնում էր Բրյուսովի անվան ինստիտուտ, ինձ ասում էր դու էլ գնա լեզուներ, ասում ես լեզուներ չեմ սիրում, ես ուզում եմ բժիշկ դառնալ, ինչ որ բժշկության մեջ մտնեմ, ու հետո որ տարիներ հետո մենք եկանք Ամերիկա, ասում եմ, վայ, ես ինչի լեզուները չգնացի, այդպես, բայց դե փառք Աստծո, այստեղ սովորեցինք, լեզուների հետ մեկտեղ, երբ որ լեզուն արդեն բավականին լավ գիտեի, որոշեցի, որ մասնագիտությունս փոխեմ եւ մանկավարժի կրթություն ստանամ, քանի որ երեխաներին շատ էի սիրում, եւ այդ ժամանակ իսկ երբ որ տեղափոխվեցինք Լոս Անջելես, ես աշխատանք էի ման գալիս եւ սկսեցի աշխատել Արմինե Եղիկյանի Little Cuties Childcare-ում։ Ահա։ Շատ լավ օրեր ունեցանք, շատ այնտեղ բոլորը հայ երեխաներ էին, հայկական մանկապարտեզի նման այդպես։ Մեծ փորձ ունեցա այնտեղ նույնպես, բայց ինձ հետաքրքիր էր այստեղ ամերիկյան կրթությունը, ամերիկյան ստայլը, տենց ասեմ, ոնց են իրանք երեխաներին մոտենում, որ երեխաների կրթական ծրագիրը Եվ որոշեցի մանկավարժի կրթություն ստանալ։ 2019 թվականին տեղափոխվեցինք Ֆրեզնո, որտեղ ես շարունակեցի իմ կրթությունը եւ ավարտեցի վերջապես 2023 թվականին վերցրեցի իմ դիպլոմը որպես արդեն մանկավարժ։ Այո, եւ հենց այստեղ փաստորեն երազանքն իրականացավ, նաեւ շատ հետաքրքիր է ձեր հիմնադրած Daycare-ի այդ անունը, հա, Kids Big Dreams, փաստորեն երեխաների մեծ երազանքները։ Դրել ենք անունը մանուկների մեծ երազանք, որովհետեւ ինձ թվում է մարդ չկա որ երազանքներ չունենա։ Ես գիտեմ որ բոլոր երեխաները ունեն երազանքներ, շատ թե մեծ թե փոքր ու աշխատում են որ դա պատճառ եղավ, որ մենք դնենք մեր մանկապարտեզի անունը Kids Big Dreams, եւ փորձում ենք իրենց բոլոր երազանքները իրականություն դարձնել, ինչքանով որ կարողանում ենք։ Նելի, ես հիմա մի փոքրիկ գաղտնիք բացեմ ձեր սաների ծնողները, չէ, հարազատներից նշում էին, որ մեր ժամանակներում դժվար է իսկապես երեխաներին ստիպել, որ երազանքներ ունենալ, հավատան, որ երազանքները կկատարվեն, բայց ձեր այդ վերաբերմունքը մթնոլորտը այնպիսին է, որ նրանք ոչ թե երազանքներն են այստեղ կատարվում, այլ նրանք սովորում են երազել։ Այո, երեխաները, այո, նրանք երազկոտ են, նրանք շատ նուրբ հոգի ունեն, ես չգիտեմ, միգուցե ինձ մոտ Աստծուց է տված, ես չեմ իմանում, ես երբ որ սովորել եմ մանկաբարձական ուսումնարանում, ես այդտեղ հոգեբանությունել եմ ուսումնասիրել, շատ հիանալի դասախոս եմ ունեցել Քնարիկ Աշոտովն, իրան երբեք չեմ մոռանա, ինքը իր էությամբ իրոք հոգեբան էր, որը որ մեր մեջ երևի բոլոր մեր այդ տարիների ուսանողների մեջ ինքը մի ուրիշ ձևի հոգեբանություն ներդրեց ու սեր դեպի երեխաները, սեր դեպի մարդ էակը, երևի այդ հոգեբանությունն էլ է ինձ օգնում իմ աշխատանքի մեջ հասկանալ երեխայի հոգին, երեխայի մտածելակերպը, երեխայի նրբությունները,
տարիքային առանձնահատկությունները։ Միջանկյալ ուզում եմ նշել, մենք դեռ իհարկե կանդրադառնանք, որ Նելի Գևորգյանը 3 երեխաների մայր է եւ ես չգիտեմ Նելի ոնց ասեմ, որ հավատան, նաեւ թոռնիկ ունեք, 1 թոռնիկ եւ երկրորդին սպասում եք փաստորեն։ Այո։ Աստված պահի, փաստորեն 2 աղջիկ եւ 1 տղա ունեք։ Երեխաների հետ ամբողջ այս ընթացքում ձեր երեխաներին մեծացնելով կարողացել եք նաև երեխաներին, մյուս երեխաների համար երազանքներ ստեղծել։ Ասում են այդ կնոջ ներսում պիտի շատ լինի այդ երջանկություն տարածելու կարողությունը, որ կարողանա եւ տանը եւ դրսում այսպես երեխաներին նվիրվի, չէ։ Դժվար աշխատանք է, բայց երբ որ դու սիրում ես, սեր կա քեզ մեջ եւ շատ մեծ պատասխանատվություն ա, դու պետք է այդ բոլորը դնես մի մեծ նժարի վրա եւ առաջնորդվես այդ դրանով եւ կրթես այդ մանուկներին, ովքեր գալիս են քեզ մոտ, ում ծնողները որ վստահել են իրենց ամենաանգինը քեզ։ Ես գիտեմ, որ ձեր ամուսինը զինվորական է եղել եւ այ դուք խոսեցիք պատասխանատվության մասին, խոսեցիք այդ կարողանալ ամեն ինչը, այսպես հեշտությամբ եք խոսում, հա, չեք ասում, վայ, այնքան դժվար է 3 երեխաների հետ եւ այլն։ Այսինքն այս կարգ ու կանոնը եւ նաեւ այդ պատասխանատվության զգացողությունը ինչ որ առումով ձեր ընտանիքի հենց հիմքում է։ Այո, ամուսինս եղել է զինվորական մոտ 23 տարի։ Ահա։ Այդ դիսցիպլինան մեր տան մեջ շատ բարձր է եղել։ Այո, ամեն ինչը պիտի ճիշտ լիներ, ամեն ինչը պետք է ժամանակին լիներ։ Չեմ նեղվել, որովհետև ես չգիտեմ, երևի որ սիրում ես, սերը չես տեսնում ուրիշ կողմերը, միայն այդ ոնց ասում են վարդագույն ակնոցներով ես տեսնում այդ ամեն ինչը եւ ես երբևիցե չեմ տրտնջացել, չեմ նեղվել, մենք դժվար օրեր ենք ունեցել, լավ օրեր ենք ունեցել, բայց ես միշտ դրական, ես էլ ամուսինս էլ միշտ դրական ենք եղել եւ միշտ առաջ ենք նայել, մեր առջև դրել ենք նպատակներ եւ կարողացել ենք հասնել մեր նպատակներին։ Թեթև եք սիրում ամեն ինչին նայել, չեք սիրում բարդացնել, այսինքն եթե այս իրավիճակն է, սա պիտի անել, նշանակում է ուժը կգտնեք ինչպես հաղթահարել։ Այո, միանշանակ։ Ամենակարևորը։ Ես իմ բնույթով պայքարող մարդ եմ։ Ահա։ Սիրում եմ դժվարություններ հաղթահարել եւ իրականում այն ինչ որ քոնն է քեզ է գալիս։ Սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը պարբերաբար հասցեն հեռախոսահամարը տեսնում եք Ֆրեզնոյում 2 հրաշալի պրոֆեսիոնալ daycare գործում է 3 ամսականից սկսած, գիտեք, երեխաներին երբ դու ուզում ես հասկանալ որտեղ ում կարելի է վստահել երեխային, որպեսզի քո երազանքի հետևից գնալ, որպեսզի դու ինքդ քեզ ավելի ինքնուրույն եւ ազատ զգաս, վստահ լինես, որ ամենակարևոր խնդիրը լուծել ես, այստեղ կարելի է իհարկե հնարավորությունները մեծ են գտնելու այն վայրը, որը հարմար է, գեղեցիկ է, բայց ամենակարևորը այստեղ իրականում մարդն է իր էներգիայով։ Ինչքան էլ որ աշխարհում տեխնոլոգիական այս փոփոխությունները լինեն, միևնույնն է, միշտ մենք նայում ենք այն մարդուն, ում կվստահես քո երեխային, քեզ համար ամենաթանկը։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ հենց սա է առաջին ու գլխավոր պատճառն էլի, որ իսկապես երկրորդ 2 մանկապարտեզ հիմա արդեն գործում է Ֆրեզնոյում։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ ավելի մասնագիտական այս ուղղությանն անդրադառնանք։ Փաստորեն 3 ամսականից սկսած կարող են գալ Kids Big Dreams։ Այո, 3 ամսականից կարող են գալ, կարող են նորածինել գան։ Ես ծնողներ ունեմ, որ առաջի բալիկին բերում են, հետո որոշում են երկրորդ բալիկ ունեն ու հարցնում են ինձ երբ այնց կարող ես բերել, ասում եմ հենց հիվանդանոցից դուրս գրվեք, կարող եք բերել, մեր դռները բաց են։ Այո, այստեղ ձեր առաջին մասնագիտությունը մեծ դեր է խաղում, փաստորեն մանկաբարձ, պրոֆեսիոնալ մանկաբարձի մոտ 3 ամսականից եւ հենց նորածին երեխային կարելի է բերել։ Այո։ Պարզապես ինչու եմ շեշտում 3 ամսականից, որովհետեւ հիմնականում բոլորը 3 լրանում են նոր են բերում։ Ահա, 3 ամսական բերում են ու իմ հիմնականում իմ երեխաների մեծ մասը այդպես 3 ամսականից գալիս են, մինչև 5 տարեկան դառնում են, նոր ավարտում են մեր մանկապարտեզը
եւ գնում են դեպի արդեն դպրոց։ Այո, ձեր մանկապարտեզից գնում են դպրոց։ Ես գիտեմ, որ տարբեր տարիքային նաև խմբերի համար ծրագրերը տարբեր են։ Դուք եք հիմնականում մշակում ինչպես օրը լցնել երեխաների։ Այո, ես փորձում եմ, քանի որ ես Հայաստանում եմ աշխատել մանկապարտեզում, ճիշտ է որպես բուժքույր եմ աշխատել, բայց եղել են օրեր, որ դաստիարակություններ չի եղել, ես մտել եմ որպես փոխարինող։ Այո։ Ինձ շատ դուր է եկել երեխաների աշխարհը եւ հետո որ եկա Ամերիկա, ինչպես ասեցի, որ աշխատել եմ Glendale Daycare-ում, բոլորը նորից հայեր էին։ Երբ որ ես տեղափոխվեցի արդեն Ֆրեզնո, իմ առաջի երեխան եղել է այլ ազգի, մեքսիկացի է եղել երեխան։ Ես սկզբից կաշկանդվում էի, ասում էի ոնց կարողանամ ես իհարկե լեզուն գիտեի, բայց քանի որ Glendale-ում եմ ապրել եւ չէի օգտագործում իմ անգլերենը, բայց բառապաշար ունեի։ Հետո որ տեղափոխվեցինք Ֆրեզնո, այստեղ մեծ մասը օտարներ են եւ սկսեցին օտարները հաճախել մեր մանկապարտեզ ու ես սկսեցի իրենց հետ շփվել արդեն իմ իմացած գիտելիքները ու նաեւ երբ որ ես մանկավարժական մասնագիտություն ձեռք բերեցի, ինձ շատ հետաքրքիր իրանց Ամերիկայի աշխատելավոճը, ինչպես են իրանք երեխաներին վերաբերվում, ինչպես է իրանց կրթության կառուցվածքը։ Այո։ Դա էլ ինձ նույնպես շատ օգնեց եւ ես շատ գիտելիքներ ձեռք բերեցի այնտեղ, որոնք ես օգտագործում եմ իմ մանկապարտեզում երեխաներին կրթելու նպատակով, իհարկե առանձնացնելով յուրաքանչյուր երեխայի տարիքային առանձնահատկությունը։ Այո, տարիքային ծրագիրը դուք եք գրում, այսինքն երեխաների համար դուք եք այդ ծրագիրը մշակում։ Այո։ Նաև այստեղ դժվար է, որովհետև տարբեր, ես գիտեմ, որ տարբեր ազգերի երեխաներ ունեք։ Այո, բոլոր ազգերից ունենք։ Երբ որ ես այնքան հետաքրքիր է, երբ որ մենք որոշում էինք մեր մանկապարտեզի լոգոն ինչպես լինի, ես որոշեցի, որ երկրագունդ լինի ու բոլոր գույնի երեխաները լինեն։ Երեխաները սև լինի, ամերիկացի լինի, հնդիկ լինի, ճապոնացի լինի ու իմ լոգոն, այսպես ասած, մանկապարտեզի լոգոն հենց այդ երեխաների գունավոր երեխաներով էր ու երբ որ սկսեցի երեխաները գալ, ասում եմ նայեք, ինչքան ճիշտ է իմ լոգոն, որովհետև բոլոր երեխաներից ես այս պահին ունեմ։ Այո, արդեն հետաքրքիր ստացվեց։ Այս տարբեր մշակույթների, տարբեր ոճի, իրենց այդ կրթության այս երեխաներին երևի համատեղում է հենց այդ ձեր այդ պոզիտիվ, դրական ու շատ մեծ էներգիան։ Գիտեք, տարբեր ազգերը, տարբեր կրոնները, տարբեր հավատքի են մարդիկ։ Մենք աշխատում ենք հաշվի առնել այդ ամենը եւ չենք խառնում այդպես իրար ամեն ինչը։ Օրինակ բերեմ սննդակարգը, հնդիկ երեխա ունենք, որ իրանք ընդհանրապես չեն ուտում տավարի միս։ Այո։ Այսինքն տավարից ինչ որ պատրաստված է, ես իրավունք չունեմ տալ։ Այդ խլոպյաները ունենք, որ մարշմելոյով է սարքած, իրանք ասում են անգամ դա չտակ իրանց, ասում եմ օքեյ, ես մուսուլման երեխա եմ ունեցել, որոնց շատ սիրել եմ, երեխաները իրականում իրանք մաքուր մի ուրիշ աշխարհ են ու կապ չունի իրանք մուսուլման են, ինչ ազգ են, ինչ կրոն ունեն, բոլորը հավասար են, բոլորը նույն մաքուր պարզ երեխաներն են։ Այո, բայց հիմա շատ դժվար է փաստորեն այսպես ճաշատեսակները նաև պատրաստելիս պիտի հաշվի առնեք, բայց ես գիտեմ, որ սնունդը դուք եք պատրաստում նաև, էլի։ Այո, ես եմ պատրաստում ու հիմնականում պատրաստում եմ մեր հայկական համեղ ճաշատեսակները։ Այո։ Եվ երեխաները շատ հաճույքով ուտում են, շատ հաճույքով։ Ես երեխաներ ունեմ, ովքեր ավարտել են, գնացել են եւ կարող է ամառվա արձակուրդներին վերադառնան ու իրանք ասում են Միսնելի, I miss your food, այսպես պանչալով իրանք ուզում են մեր ճաշիկները, ասում եմ եկեք, հեսա տալու եմ մեր համեղ ճաշիկները։ Ծնողները զանգահարում են, ոնց ես պատրաստել սա, իմ երեխան միայն ասում է Միսնելի պատրաստածը կուտեմ, ստիպած լինում է որ նկարում եմ փոքրիկ տեսահոլովակներ եւ ուղարկում եմ ծնողներին, ասում եմ սա այսպես եմ պատրաստել, սա այսպես եմ պատրաստում, որ խանութներից եմ գնում իմ ապրանք մթերքները։
Այո, այդ ամեն ինչը շատ լավն էլի, իսկ կա ինչ-որ ճաշատեսակ, որն ամենաշատն են սիրում, կամ ինչպես ասում են, այս մանկապարտեզի ձեր այս հրաշալի երազանքների կենտրոնի ֆիրմային ուտեստն է կարծես։ Հիմնականում սուպիկներն են սիրում մեր երեխաները շատ, հավի միսիկով սուպիկները, իրանք շատ են սիրում, մեկ էլ նաև սիրում են երևի թե բրինձը, բրինձով, գազարով, հավի միսիկով, փլաֆիկները։ Օգնականներ ունեք, փաստորեն, թիմը աշխատում է։ Այո, ունեմ։ Առանց օգնական դժվար կլինի։ Չնայած ես 4 տարի աշխատել եմ միայնակ, ինձ օգնել են իմ ընտանիքի անդամները, իմ երեխաներս, իմ ամուսինս, միշտ իմ կողքին են, որի համար ես անչափ շնորհակալ եմ իրանց։ Այո։ Միշտ իմ կողքին են։ Այո։ Շատ կարևոր է իսկապես այդ ընտանիքի, ամուսնու, երեխաների աջակցությունը, բայց փաստորեն ամեն դեպքում դժվար է։ Ինչպես եք կարողանում հասցնել եւ ամենակարևորը, որ միշտ այսպես եռանդուն, թեթև չբարթացնել։ Երևի դա բնավորություն է, չեմ կարող ասել։ Հասցնում եմ հիմնական դժվար է ամեն ինչը հասցնել, իդեալական անել, բայց փորձում ենք իհարկե օգնականներս ինձ շատ են օգնում, նաև ասեցի ընտանիքիս անդամներն են ինձ օգնում շատ։ Բոլորի օգնությամբ հասցնում ենք անել լավագույնը տալ մեր երեխաներին։ Ամեն դեպքում կանացի հոգսեր, արտաքինի հետ կապված, ժամանակ անցկացնել, ինչ-որ բան, որը ձեզ կլիցքավորի, հասցնում եք ժամանակ գտնել։ Հիմնականում շաբաթվա 5 օրը ծանրաբեռնված եմ աշխատում, որովհետև աշխատում եմ ժամը առավոտյան 6-ից մինչև երեկոյան ժամը 6-ը։ Աշխատում եմ շաբաթ օրերը կարգավորել իմ օրս, այն ինչ որ ինձ պետք է այդ արտաքինիս համար կամ ընտանիքիս համար աշխատում եմ անել շաբաթ եւ կիրակի օրերին։ Նաև հանգստանալ։ Նաև հանգստանալ, հանգիստն էլ է սրա մեջ մտնում։ Շատ լավ, իսկ այ ինչն է, որ ձեզ այսպես էներգիա է տալիս։ Շատ սիրում եմ օվկիանոսը, շատ, ջուր եմ շատ սիրում։ Ես համաստեղությամբ Խեցգետին եմ եւ ջուրը իմ տարերքն է։ Մենք հաճախակի գնում ենք օվկիանոս եւ միայն ես չեմ լողանում օվկիանոսի մեջ, բայց մենակ որ նստում եմ ափին եւ նայում եմ այդ ծովին, ինձ մոտ հանգստություն է գալիս եւ դրական դիտքերով վերադառնում ենք տուն։ 11 տարի Հայաստանում չեք, բայց դուք ձեր ոճը եւ կարծես շատ լավ պատկերացնում եք, հա, հայկական այս իրավիճակը, չեք, մարդիկ կան արագ այդ կապը կորցնում են, ձեզ մոտ այդ կապը շատ ակտիվ է։ Մոտիվացիայի պակաս կա հիմա այստեղ կանանց մեջ, ինչպես կողքեվորեք, ինչպես կխրախուսեք չընկճվել, չհանձնվել, նոր ինչ-որ բան ձեռնարկել։ Այո, պիտի չընկճվեն, պիտի չհանձնվեն, պիտի պայքարեն հանուն իրենց նպատակի, ինչ որ իրենց համար կարևոր է, իրենց կյանքում, եւ բոլորն էլ ունենում են դժվարություններ, կարծում եմ պետք է ուղղակի ամուր կանգնես ոտքերից վրա եւ առաջ գնաս։ Ոնց է փոքրիկ երեխան, երբ որ սկսում է քայլել, նոր քայլել անել, քանի անգամ անգնում, բայց միևնույնն է վեր է կանգնում եւ գնում է նորից, քանի անգամից է դա ստացվում։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ երբ որ կյանքը այնպեսի փորձություն է բերում, որ ձեզ վայր է իջեցնում, միևնույնն է փորձեք, կանգնեք ամուր ոտքերի վրա եւ գնացեք առաջ։ Դա շատ կարևոր է։ Շատ շնորհակալ եմ, Նելի։ Ես հիմա հասկանում եմ երեխաներին, փոքրերի օրինակով մեծերին մոտիվացնել, սա իրականում քիչ է հանդիպում եւ միշտ մենք ասում ենք, այ մեծի պես, չգիտեմ ինչ, իսկ դուք այդ օրինակը բերեցիք երեխաների, սա իրականում հրաշալի է, պետք է փորձել, երբեք չընկճվել ու միշտ գնալ առաջ։ Ես շատ շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի էր, Նելի, ես ուզում եմ, որպեսզի ձեր այս մեծ երազանքները մեծ շարունակություններ ունենան, որովհետև դուք հնարավորություն եք տալիս մարդկանց, երեխաներին, ովքեր հիմա գուցե շատ պարզ չեն պատկերացնում, բայց այդ համարձակությունն ունենալ, երազանքներ ունենալ, դրանք նպատակների վերածել ու ամեն գնով, ինչպես ասացի, քայլ առ քայլ հասնել դրանց։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ։ Ես եմ շնորհակալ հաճելի զրույցի համար, շնորհակալ եմ, որ
ինձ հրավիրեցիք ձեր հաղորդմանը հյուր։ Սիրելի հետևորդներ, ամեն ինչից ու բոլոր մյուս ուղություններից, բոլոր ժամանակներում ամենակարևորը իրականում հետաքրքիր տարբերվող ճիշտ էներգիայով դրական այսքան մեծ լիցքեր ունեցող մարդկանց բացահայտելն է։ Ինձ շատ հաճելի էր եւ վստահ եմ, որ ձեզ նույնպես շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ կնոջ հետ առիթ ունեինք խոսելու։ Մարդ, ով կարողանում է ոչ միայն իր մասնագիտությամբ, այլև իր տեսակով ամեն օր երեխաներին ինչ-որ բան տալ եւ երեխաներից ինչ-որ բան վերցնել, բացահայտել իրենց համար, իր համար երեխային, հա, երեխայի օրինակով նաեւ ավելի սովորել չհոգնել, միշտ դրական նայել, ամեն ինչ հաղթահարել ու վստահ լինել, որ մի քանի անգամ թեկուզ փորձելու պարագայում, բայց քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հեռախոսահամարը հասցեն դուք տեսնում եք, Ֆրեզնոյում են գործում նախակրթարանները, մանկապարտեզները, Daycare 2 հասցեում, Kids Big Dreams Daycare, իսկապես մանուկների մեծ երազանքը, որը կարողացել է իրագործել, կարողացել է այդ ստեղծել, հա, այն միջավայրը, որտեղ իրագործում են հրաշալի ու պրոֆեսիոնալ մի կին, ով ինքը կարողանում է փոքր խնդիրներին ուրիշ հայացքով նայել, կարողանում է մեծ խնդիրներին հստակ ու վստահ հայացքով ասել, որ ամեն ինչ ինձ մոտ կստացվի ու գնալ առաջ։ Նելի Գևորգյանի հետ էինք այսօր զրուցում։ Այս պահին ես անընդհատ ասում եմ, որ երբ մենք գիտենք, որ խնդիրը լուծելու համար ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, մեզ համար խնդիրներն իրականում շատ ավելի փոքր են, քան դրանք թվում են առաջին պահին։ Եթե Ֆրեզնոյում են վստահ մեր հայրենակիցները ու ոչ միայն հայրենակիցները, բայց դրանք հատկապես գիտեն, որ կա մի վայր, որտեղ կարող են հանգիստ տանել ու վստահել իրենց երեխային, իսկ իրենք գնան աշխարհը նվաճելու։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ ուզում եմ, որպեսզի մեր կյանքի տարբեր ասպարեզներում այսպիսի դրական մարդիկ շատ լինեն, որովհետեւ այդ դեպքում է, որ աշխարհում իսկապես ամեն ինչ դառնում է հաղթահարելի։ Եթե դու մտածում ես, որ կարող ես հաղթահարել, նշանակում է այլևս ոչինչ քեզ չի կանգնեցնի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։